Եթերում ներքին գործեր հաղորդաշարի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Ներքին գործերի նախարարությունը 2026 թվականի լավագույն գործատուների շարքում։ Արփինե Սարգսյանը հետևել է Career City Fest ամենամյա փառատոնի ընթացքին։ Ներքին գործերի նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին, ամփոփվել է անգլերենի վերապատրաստման դասընթացը։ Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ էլեկտրոմոբիլների գույքահարկը էականորեն նվազել է, վարորդները հաշվարկման նոր կարգի մասին։ Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ երկրի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ինչպես նաև պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ներքին գործերի նախարարության եւ ենթակա ծառայությունների աշխատակիցներ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Meridian Expo կենտրոնում անցկացվել է Career City Fest կարիերային փառատոնը, որին առաջին անգամ մասնակցել է նաև ներքին գործերի նախարարությունը։ Երկօրյա միջոցառման ընթացքում նախարարության տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում։ Ոստիկանության գվարդիայի նվագախմբի շքերթով մեկնարկած փառատոնում ներկայացվել են պարեկային եւ փրկար ծառայությունների հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունն ու ծառայության առանձնահատկությունները։ Ապրիլի 18-ից 19-ը Meridian Expo կենտրոնում անցկացվել է Career City Fest-ը, լավագույն գործատուների ամենամեծ եւ սպասված կարիերային փառատոնը, որին առաջին անգամ մասնակցում էր նաեւ ներքին գործերի նախարարությունը։ Փառատոնի մեկնարկն ազդարարեց ոստիկանության գվարդիայի նվագախմբի շքերթը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դրական է գնահատել նման ձևաչափով միջոցառումներին գերատեսչության մասնակցությունը, այն դիտարկելով նոր կադրեր ներգրավվելու լավ հնարավորություն։ Արփինե Սարգսյանը զրուցել է ծառայողների հետ, ծանոթացել տաղավարում ներկայացված տեխնիկական միջոցներին։ Կարիերայի փառատոնը հնարավորություն է տալիս ավելի անմիջական շփվել երիտասարդների հետ, ներկայացնել ծառայության առանձնահատկությունները եւ ոգեշնչել, որպեսզի ներգրավենք մեր շարքերը։ Ներկայացնում ենք մեր բարեկային ծառայությունում առկա հատուկ միջոցները, որոնք հիմնականում բաժանում են երկու մասի՝ ամենօրյա ծառայության համար նախատեսված եւ արտակարգ իրավիճակներում օգտագործող հատուկ միջոցները եւ դրանց կիրառման կանոնները եւ տարբերակները։ Ներքին գործերի նախարարության տաղավարում այցելուները հնարավորություն ունեին ծանոթանալու ոչ միայն պարեկային եւ փրկարար ծառայությունների տեխնիկական հագեցվածությանը, այլև ծառայողների հետ զրուցելու ոլորտներում մասնագիտական աճի եւ կարիերայի առաջխաղացման հնարավորությունների մասին։ Այցելուները մեծ հետաքրքրությամբ մոտենում են մեր տաղավարին, աշխատանքի վերաբերյալ հարցեր են տալիս, մենք էլ սիրով պատասխանում ենք։ Հարցերը բազմազան են, սկսված մեր տրանսպորտային միջոցներից, տեխնիկապես հագեցվածությունից, լրակազմից, մինչև մոտոցիկլի պարազինություն, հագեցվածություն։ Ծառայողները կիսվել են փորձով ներկայացրել հաղթահարած մարտահրավերները, գրանցած ձեռքբերումները, նաև ծառայության շարքերը համալրելու վերաբերյալ տրամադրել խորհրդատվություն։ Փառատոնի օրակարգը նաև հագեցած էր աշխատաշուկայի եւ կարիերայի զարգացման արդի թեմաներին նվիրված պանելային քննարկումներով։ Աշխատանքի ապագան 2030-ի խորագրով քննարկմանը մասնակցել է ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը։ Նա ներկայացրել է կայուն աշխատանքի վերաբերյալ ավանդական ընկալումները, նշելով, որ դրանց վերաբերյալ կարծրատիպերը առաջիկա տարիներին կփոփոխվեն, պայմանավորված թվային գործիքակազմերի շեշտակի զարգացմամբ։ Նրա խոսքով պետական կառավարման համակարգում ընթացող թվայնացման գործընթացները, մարդկային ռեսուրսների կառավարման նոր մշակույթը, ինչպես նաև արդյունքահեն եւ ռիսկահեն կառավարման մոտեցումները ձևավորելու են նոր իրականություն։ Նատալի Սահակյանը կիսվել է ներքին գործերի նախարարության փորձառությամբ, ներկայացնելով ենթակա ծառայությունների նորացման, կադրերի հավաքագրման, իրականացվող բարեփոխումների արդյունավետության եւ արժանիքահեն աշխատանքային միջավայրի ձևավորման գործընթացների վերաբերյալ մանրամասներ։ Քննարկվել են նաև կարիերայի ձևավորման վրա ազդեցություն ունեցող ժամանակակից տեխնոլոգիաների, նոր հմտությունների եւ աշխատաշուկայի փոփոխություններին առնչվող հարցեր։
Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցել աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստը նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ։ Քննարկվել են ինտենսիվ տեղումների եւ ձնհալի հետևանքով գետերի մակարդակի բարձրացման ու հնարավոր հեղեղումների ռիսկերը։ Նախարարը հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը ռիսկային հատվածներում եւ ապահովել արագ արձագանքման պատրաստվածություն։ Ապրիլի 21-ի ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստը, որը վարում էր խմբի ղեկավար ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Օրակարգում ինտենսիվ տեղումների հետևանքով գետերի ելքերի հնարավոր աճի եւ լեռնային շրջաներում ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցերն էին։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօթերոթաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով ապրիլի 20-ից 21-ը հանրապետության գետերի մեծ մասում կանխատեսվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում զգալի։ Վեդի, Ազատ եւ Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։ Նշվել է նաեւ, որ ապրիլի 24-ից սկսած սպասվում են ինտենսիվ տեղումներ եւ ջերմաստիճանի բարձրացում, ինչի հետևանքով ձնհալի ակտիվացումը կարող է առաջացնել գետերի մակարդակի բարձրացում, ստեղծելով որոշակի ռիսկեր։ Տեղեկությունը ստանալուց հետո ներքին գործերի նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումները իրականացրել են մի շարք միջոցառումներ, կազմակերպվել են իրազեկման աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների շրջակա միջավայրի նախարարությունների եւ մարզպետարանների հետ քննարկել նախապատրաստական աշխատանքները, իսկ մարզերի փրկարարական ստորաբաժանումները անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։ Հորս, ակունք եւ Փամբա գետերի մակարդակի բարձրացման պայմանավորված արձանագրվել է ջրածածկումների 3 դեպք, որոնք հիմնականում կապված են եղել գետաբերանների հատվածներում ջրաբերուկների եւ աղբի կուտակման հետևանքով առաջացած խցանումները։ Քննարկման ընթացքում նշվել է, որ մի շարք հատվածներում խնդիրները պայմանավորված են գետերի հուների մաքրման անհրաժեշտությամբ։ Այդ համատեքստում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդգծել է մաքրման եւ կանխարգելիչ ինժեներական աշխատանքների կարեւորությունը։ Քննարկվել են նաեւ Ախուրյանի, Ազատի եւ այլ խոշոր ջրամբարների վիճակը, հնարավոր ռիսկերի կանխատեսման եւ վերահսկման համատեքստում անդրադարձ է կատարվել ջրամբարների տարողունակության եւ լսվածության ցուցանիշներին։ Որպես հանրային իրազեկման եւ վաղ ազարարման համակարգի առանցքային օղակ կարեւորվել է ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնի դերը։ Նախարար Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել ռիսկային հատվածների վերահսկողությունը եւ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու համար ապահովել տեխնիկայի մշտական պատրաստվածությունը։ Հնարավոր զարգացումներին արագ եւ համակարգված արձագանքելու նպատակով նախարարը հանձնարարել է շրջակա միջավայրի նախարարության եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միջև կրիտիկական հատվածների վերաբերյալ շարունակել օպերատիվ տվյալների փոխանակումը։ Նիստի ընթացքում ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը ներկայացրել է վերջին օրերին Վայոց ձորի, Կոտայքի եւ Լոռու մարզերի բնակավայրերում գետերի վարարման հետևանքով արձանագրված իրավիճակը եւ իրականացված օպերատիվ միջոցառումները։ Նշվել է, որ փրկարարական ծառայողները համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրականացրել են սահմանազատման, հոսքերի կարգավորման եւ կանխարգելիչ աշխատանքներ։ Իրավիճակը կառավարելի է, լուրջ վնասներ չեն արձանագրվել։ Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է։ Ներքին գործերի նախարարը ԵՄ Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի հանդիպմանը ընդգծել է, որ գործընթացն իրատեսական է պայմանավորված քաղաքական կամքով եւ ԵՄ ՀՀ համագործակցության խորացմամբ, իսկ դրա հաջող իրականացումը կարող է դառնալ ժամանակի հարց։ Ապրիլի 15-ի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Եվրոպական միություն Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպման շրջանակում կազմակերպված ժողովրդավարական դիմակայունության ամրապնդումը Հայաստանում եւ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը խորագրով պանելային քննարկմանը։ Արփինե Սարգսյանը քննարկման վերտառությունը խորհրդանշական է համարել, նշելով, որ վիզաների ազատականացման գործընթացը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին տեխնիկական գործընթաց, այլ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ դիմակայունության բարձրացման կարևոր գործիք, ինչը նաեւ ժողովրդավարական արժեքների վերաարժևորման մասին է։ Նախարար Սարգսյանը նշել է, որ Եվրոպական միության կողմից ստացված գործողությունների ծրագիրը լիարժեքորեն համընկնում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների օրակարգի հետ, ինչը թույլ է տալիս վստահությամբ պնդել, որ ձեռնարկված քայլերի պատշաճ ժամկետներում իրականացման դեպքում վիզաների ազատականացման հեռանկարը իրատեսական է։ Պրոցեսը իրատեսական է, որովհետեւ առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը ունի քաղաքական կամք իրականացնելու գործընթացը մտնելու process-ի մեջ եւ այն հանգուցալուծելու ճիշտ տրամաբանության մեջ, եւ երկրորդը գնալով ավելի է սերտանում Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն հարաբերությունները, այն էլ ավելի ամրապնդվում, էլ ավելի նոր ուղղություններ են գրանցվում մեր համատեղ համագործակցության օրակարգում եւ եթե կա երկկողմ հանձնառություն, երկկողմ կամք, երկկողմ պատրաստակամություն, նվիրում, ջանք, ապա ուղղակի ժամանակի հարցը վիզաների ազատականացման process-ը Հայաստանի Հանրապետությունում ունենալը։
Ներքին գործերի նախարարը հատկանշական է համարել, որ թեև գաղափարական առումով գործընթացը պետության զարգացման մասին է, բայց քաղաքացու տեսանկյունից այն առաջին հերթին ճամփորդության ժողովրդավարացումն է, տեսանելի եւ շոշափելի փոփոխություն, որը կհեշտացնի մարդկանց կյանքը։ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ վիզաների ազատականացման գործընթացը կենսական նշանակություն ունի ոչ միայն քաղաքացիների ազատ տեղաշարժի, այլև գործարար միջավայրի համար։ Նրա խոսքով գործընթացը չպետք է սահմանափակվի միայն այցելություններով, անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետություն Եվրոպական Միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործիքակազմը կիրառել եւ այն համալրել գործնական բովանդակությամբ, ստեղծելով բիզնեսի զարգացման համար առավել լայն հնարավորություններ։ Ընդգծվել է գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության անհրաժեշտությունը որպես օբյեկտիվ աչք անկողմնակալ գնահատելու կառավարության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքն ու արդյունավետությունը։ Պանելային քննարկմանը մասնակցում էին նաեւ Եվրոպայի խորհրդի արդարադատության բարեփոխումների գծով խորհրդատու Լիլիթ Դանեղյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավարի տեղակալ Տոմաշ Օստրոպոլսկին, իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության ավագ փաստաբան Հասմիկ Հարությունյանը եւ Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտեի անդամ Սիմոտիային։ Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը եւ Հայփաս ընկերության ղեկավար Ռեջիս Բուշիեն հանդիպել են ամերիկյան համալսարանի ուսանողների հետ։ Ներկայացնելով վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում կենսաչափական համակարգի ներդրման ընթացքը, փոխնախարարը նշել է, որ ծրագիրը կառավարության հանձնառությունն է եւ դրա արդյունավետ իրականացման համար ներգրաված են բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։ Նա նաեւ անդրադարձել է պետություն մասնավոր գործընկերությամբ իրականացվող թվայնացման եւ ենթակառուցվածքային բարեփոխումներին։ Ապրիլի 14-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը եւ Հայփաս ընկերության ղեկավար Ռեջիս Բուշիեն հանդիպել են ամերիկյան համալսարանի ուսանողների հետ։ Բանախոսները կիսվել են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում նախատեսված կենսաչափական համակարգի ներդրման ընթացքի մանրամասներով։ Փոխնախարար Ղազարյանը նշել է, որ գործողությունների ծրագիրն ամբողջ ծավալով Հայաստանի կառավարության հանձնառությունն է եւ դրա արդյունավետ իրականացման համար մոբիլիզացվել են առկա բոլոր ռեսուրսները։ Ներքին գործերի նախարարի տեղակալը ներկայացրել է հանրային մասնավոր գործընկերության շրջանակում իրականացվող բարեփոխումները, կարևորելով տարբեր ուղղություններով իրականացվող թվայնացման աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել պետություն մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակում մեկնարկած շինարարական աշխատանքներին։ Երևանում քաղաքացիների համար մատչելի եւ բանուկ հատվածներում կստեղծվեն 2 ընդարձակ գրասենյակներ, հագեցած ժամանակակից տեխնիկայով, կենսաչափական տվյալների հավաքագրման բոլորը մեկում ինքնասպասարկման սարքերով, կահավորված սպասասրահներով եւ միջազգային չափանիշներին համապատասխան աշխատանքային պայմաններով։ Եվս 21 գրասենյակներ կբացվեն մարզերում նույնանման կահավորանքով եւ վերազինմամբ։ Հայփաս ընկերության ղեկավար Ռեջիս Բուշիեն ներկայացրել է հանրային մասնավոր գործընկերության մոդելը, ընդգծելով դրա կարևորությունը ժամանակակից կառավարման եւ տեխնոլոգիական զարգացման մեջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նման ձևաչափով քննարկումները, խթանելով երիտասարդական ներուժի ակտիվ ներգրավվածությունը բարեփոխումների գործընթացին։ Եվրամիությունը եւ Հայաստանը ամրապնդում են քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցությունը։ Կողմերը ստորագրել են համաձայնագիր քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն աղետների ռիսկի կառավարման բոլոր փուլերում, կանխարգելումից, պատրաստվածությունից մինչև արձագանք եւ վերականգնում։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներքին գործերի նախարարության բարեփոխումների ընթացքը եւ երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները, ընդգծելով բրիտանական փորձի կիրառման կարեւորությունը։ Ամփոփվել է նաեւ անգլերենի վերապատրաստման ծրագիրը, որի հաջող ավարտին մասնակից ծառայողներին հանձնվել են հավաստագրեր։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Կարևորելով Միացյալ Թագավորության հետ ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները, Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ ներքին գործերի նախարարության բարեփոխումների օրակարգում բրիտանական առաջադեմ փորձի կիրառումն ու մեթոդական աջակցությունը չափազանց կարևոր են։ Նախարարի տեղակալը նշել է, որ միջազգային հարաբերությունների սերտացմանը զուգընթաց վերափոխվում է
նաև հանցավորության բնույթը, դառնալով անդրսահմանային, ինչը պահանջում է իրավապահ համակարգի կարողությունների շարունակական արդիականացում։ Նա ընդգծել է, որ այդ համատեքստում օտարլեզուների իմացությունը միջազգային գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցման և փորձի փոխանակման գլխավոր նախապայմաններից է։ Դեսպան Ալեքսանդրա Քոուլը բարձր գնահատելով երկկողմ փոխգործակցությունը վերահաստատել է Միացյալ Թագավորության պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը ներքին գործերի նախարարության բարեփոխումներին։ Հանդիպման ընթացքում ամփոփվել է ներքին գործերի նախարարության և Միացյալ Թագավորության դեսպանատան համագործակցությամբ անցկացված անգլերենի 6-ամսյա վերապատրաստումը։ Դասընթացը հաջողությամբ ավարտած ծառայողներին հանձնվել են հավաստագրեր։ Ներքին գործերի նախարարությունում անցկացվել է գույքի եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրում թեմայով դասընթաց, որին մասնակցել են շուրջ 300 ոստիկաններ, փրկարարներ և հանրային ծառայողներ։ Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Խաչատուր Իգիթյանը կարևորել է բարևարկության ինստիտուտը, ընդգծելով դրա նշանակությունը հանրային ծառայության մեջ։ Ապրիլի 18-ին ներքին գործերի նախարարությունում անցկացվել է գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրումը խորագրով դասընթաց։ Մասնակցել են շուրջ 300 ոստիկաններ, փրկարարներ և հանրային ծառայողներ։ Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Խաչատուր Իգիթյանն անդրադառնալով բարևարկության ինստիտուտի կարևորությանը, նշել է, որ այն հանրային ծառայողի կարևոր արժանինքներից մեկն է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Տիգրան Ծատուրյանը ներքին գործերի նախարարության գործընկերներին է ներկայացրել հայտարարագրերի տեսակները, դրանց ներկայացման ժամկետները, խոսել շահերի բախման, նվիրատվության, հայտարարատու անձանց պարտավորություններին առնչվող հարցերի մասին։ Ներկայացվել են հայտարարագրման գործընթացին վերաբերող խնդրահարույց օրինակներ, որոնց կարող են հաճախ բախվել հայտարարատու պաշտոնատար անձինք։ Այդ համատեքստում ընդգծվել է ծառայողների կողմից բարևարկության կանոնների պահպանման անհրաժեշտությունը։ Դասընթացը կազմակերպվել էր ներքին գործերի նախարարության և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համատեղ։ Ապրիլի 1-ից էլեկտրամոբիլների համար գործում է գույքահարկի հաշվարկման նոր միատեսակ մեթոդաբանություն, որի արդյունքում նվազել է հարկային բեռը։ Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ հաշվարկի հիմքում այժմ դրվում է մեքենայի իրական շահագործման հզորությունը, բացառելով նախկինում կիրառվող ցուցանիշը։ Հաշվարկման նոր բանաձև և գույքահարկի նվազում։ Ապրիլի 1-ից գործում է էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միատեսակ մեթոդաբանություն։ Էլեկտրամոբիլների վարորդները Road Police AM հարթակում արդեն կարող են տեսնել տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագիրը շարժիչի նվազեցված հզորությամբ։ Մինչ փոփոխությունը հաշվարկի հիմքում էլեկտրամոբիլի շարժիչի պիկային հզորությունն էր, որն ավելի բարձր էր, քան իրական շահագործման պայմաններում առկա հզորությունն է։ Նոր մոտեցմամբ հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ։ Եթե մեքենան ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս օգտագործվում է այնտեղ նշված տեղեկատվությունը։ Իսկ դրա բացակայության դեպքում մինչև 250 ձիաուժը ներառյալ հզորության դեպքում թիվը բաժանվում է 1/5-ի։ 251 ձիաուժ և բարձր հզորության դեպքում հաշվարկը կատարվում է երկու մասով։ Առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1/5-ի, իսկ մնացած մասը 2/5-ի։ Հետո ստացված արդյունքները գումարվում են։ Էլեկտրամոբիլների շարժիչի հզորությունը հաշվելու նոր կարգը էականորեն թեթևացրել է վարորդների ֆինանսական բեռը։ Շատ գոհ եմ փոփոխությունից, ինձ թվում է արդարացված է։ Ձիաուժը 183 էր, հիմա այս բան չեմ կոնկրետ թիվը նայել եմ, բայց չեմ հիշում։ Գույքահարկը մոտ 80,000-ից իջել էր 29,000 դրամ։ Առաջ 115,000 էր, հիմա նայեցի 36,000 է դարձել, այսինքն 70,000 դրամի տարբերություն է տվյալական, որի համար շատ շնորհակալ եմ։ Երբեք 90,000-ը 89,000 ես այդ կարգի թիվը։ Ձիաուժերի նոր հաշվարկով պայմանավորված։ Եթե չեմ սխալվում 36,000 է։ Գալիս է 50%-ի նվազում է մոտավորապես։ Փոփոխությունը գնահատում ենք դրական, 80,000 է եղել նախորդները, հիմա իջել է 33,000-ի կարգի։ Վարում եմ 2023 թվականի BYD Song մեքենա, որը 187 ձիաուժ էր։ Գույքահարկը նվազել է 82,000 դրամից իջել է մինչև 35,000 դրամի մոտակայքում, շատ հաճելի անակնկալ է ասած։ Իմ անձնական էջն եմ մտել էլեկտրոնային ստորագրությամբ, տեսել եմ նախկին ձիաուժն է տված եւ
նոր ձիաուժը ու կիլովատը։ Իմ մեքենայի դեպքում մոտ 50%-ը կազմում 40,000 դրամի կարգ է եղել նվազեցումը, ամեն դեպքում իմ պարագայում գոհ եմ, դժգոհ չեմ։ Տեղյակ եմ, որ մոտավորապես 33,000 դրամ է դարձել 3 անգամ նվազել է։ Կոնկրետ այդ փոփոխությունից գոհ եմ։ Շատ ուրախ եմ, որ նվազել է, մինչև այդ բարձր ենք վճարում։ Վարորդների խոսքով նախքան կառավարության որոշման ուժի մեջ մտնելը քաղաքացիներից շատերը խուսափում էին գնել ավելի մեծ հզորությամբ էլեկտրամոբիլներ, բարձր գույքահարկ վճարելու հանգամանքով պայմանավորված։ Մինչև ես մտածում էի չբերեմ ավելի հզոր մեքենա, որովհետև սովորաբար հզոր մեքենան ավելի լավ է լինում էլ իր պարամետրերով, դիաուժի հզորությունը մեզ չի հետաքրում, ասենք չենք բերում, որովհետև գազի դեպքում 800,000 փոխ դիմուցեի։ Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կյանքի կոչված էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանության նպատակն է գործընթացը դարձնել ավելի կանխատեսելի եւ հասկանալի քաղաքացիների համար։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է ընդունելություն ոստիկանության գվարդիայի կրտսեր խմբում դիմել կարող են 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կրթություն, անցել են պարտադիր զինվորական ծառայություն եւ համապատասխանում են ֆիզիկական ու առողջական պահանջներին։ Ծառայությունն ապահովում է մրցունակ աշխատավարձ, առողջության ապահովագրություն եւ առաջխաղացման հնարավորություն։ Փաստաթղթերն ընդունվում են մայիսի 1-ից աշխատանքային օրերին ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայում։ Դավիթ Հաշեն 2-րդ թաղամաս 62-26 հասցեում։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած եմ։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։